Ողջույն, 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ռազմական փորձագետ Պայստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Խոսենք TRIP-ի ուղու մասին, Նիկոլ Փաշինյանը երեկ ելույթ ունեցավ եւ բավականին մանրամասներ ներկայացրեց, նա մասնավորապես կրկին նշեց, որ այն ինչ որ հերքվել էր իդեպ, որ 49 տարով կամ 99 տարով վարձակալության հարցն է քննարկվում, նաեւ խոսեց, որ ընդհանուր ընկերություն կարող է ձևավորվել, որտեղ մի քանի ընկերություններ լինեն, Հայաստան ամեն դեպքում պետք է իր վճռորոշ դերը ունենա, մասնակցություն ունենա, ձեր տպավորությունը արդեն իսկ պայմանավորվածությունները առարկայանում են, կոնկրետ քայլեր են ձեռնարկվում եւ ինչու էին հերքում հիմա նորից հաստատում, որ 99 տարով կամ 49 տարով վարձակալության կարող է տրվել։ Այդ ձեր հարցը նախ ուղղեք Արադ Միրզոյանին։ Երևի լավ չեն սովորեցել ստելու արվեստը, օրինակ Փաշինյանը այդ կուրսերը երևի ավարտել է գերազանցության դիպլոմ ստացել։ Իսկ Արադ Միրզոյանը միջակ ուսանող է եղել ստախոսության, որտեղ նախկինում ասում էր, ընդ որում ասեմ, արտգործնախարարը սովորաբար որևիցե հարցում իր գործունեություն իրականացնելու ոլորտներում ինքնուրույնություն չունի։ Սա եզակի նախարարությունն է, որի ղեկավարը ունի 0 ինքնուրույնություն, այսինքն ինքը մեծ հաշվով արտաբերում է կամ հայտարարություններով կամ գործերով երկրի ղեկավարի քայլերը արտաքին քաղաքական դաշտում։ Այնպես որ երբ որ Արադ Միրզոյանն ասում էր ինչ 99 ով ասել 99 տարի 99 տարվա մասին խոսակցություններն իրականության որևէ աղաց չունեն, ես բառացի մեջ վերում։ Հաշվեկսան Նիկոլն ասում։ Նրանք ստում են եւ ակնհայտ է։ Հիմա Նիկոլի ստելի մասին։ Երբ ասում է, այստեղ գիտեք կարևորը, ասում է այդ ճանապարհը ինքը տնտեսական բաղադրիչ ունի եւ հիմնվում է դրա վրա, այսինքն շահ, բիզնես, ոչ քաղաքական ունի, ոչ աշխարհաքաղաքական։ Ես ասում եմ, այդ ճանապարհը առաջին հերթին եւ հիմնականում եւ միայն ունի աշխարհաքաղաքական նշանակություն։ Վստահ եմ։ Իսկ աշխարհաքաղաքական նշանակությունը հետեւյալն է. Միացյալ Նահանգները հայտ է ներկայացրել մեր տարածաշրջանում եւ ոչ միայն կոմունիկացիաների էներգետիկ խողովակաշարերի ինտերնետային մաղորդների բացարձակ մենաշնորհ ունենալ եւ շրջանցել Ռուսաստանի Դաշնությունը։ Որտեւ այն ինչ որ հիմա կառուցվում է, եւ ինչ որ Փաշինյանը ներկայացնում էր, որտեղ ինչ որ երկաթուղի Հայաստանի որ գյուղերից որ գյուղերը Ադրբեջանի հետ ոնց ինչ եւ այլն, հոսանքի դեպ հոսանք նաեւ պետք է անցկացվի, փոխանցի գազամուղ, նավթամուղ, հա, այս բոլորը փաստացի ծրագիրը ըստիս Ամերիկայի Միացյալ Նահանգների մարտավարական ծրագրի մեր տարածաշրջանում Ռուսաստանի շրջանցելն է։ Այսինքն Հայաստանը պետք է ինտեգրվի Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր առումներով։ Ասել եմ եւ կրկնում եմ 18 թվականին 2000 Փաշինյանին բերել են 4 հիմնական խնդիր լուծելու։ Քայլ առաջին Արցախի հանձնում, քայլ երկրորդ Միջանցքի հանձնում, այն ինչ որ հանձնվել է, վարձակալության գիտեք չէ, տերը ով է, վարձակալն է ինքն է որոշում, ոնց ինչ։ Դե խորհուրդ է ինչ որ ասում է ձևավորում, լավ, այդ խորհուրդները այդ հեքիաթները թող գնան մանկապարտեզ երեխեքին պատմի, արդեն հոգնել եք իսկապես այդ ստերը մեկնաբանելուց։ Երկրորդ խնդիրը Միջանցքը, երրորդ խնդիրը 102 բազա սահմանապահները հանել, երրորդ եւ չորրորդ խնդիրը Ռուսաստանի տնտեսական առումով ամբողջովին դուրս տանել։ Հիմա քայլ արվում է։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը հարավային Կովկասից պիտի դուրս տրվի։ Այդ թվում նաեւ Ադրբեջանից եւ Ադրբեջանի կեցվածքը վերջին շրջանում, թեև իր քայլերի տրամաբանությունը ամբողջովին հիմնված է Ռուսաստանի տարածաշրջանից դուրս թողել, հիմա բացահայտ է արվում։ Այդ թվում ադրբեջանական բանակը նատոյացումը, որը վաղուց էր նատոյական բանակ, ուղղակի հիմա հայտարարում է, որտեղ ասենք կարող է 10 պետությունների ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպում ունենալ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ պայմանագրեր կնքի։ Հետո ՆԱՏՕ-ի բազա ստեղծի, ենթադրենք Ադրբեջանում։ Հետո ՆԱՏՕ-ի նավատորմը հայտնի Կասպից ծովում։ Հետո Հայաստանի բանակը ամբողջությամբ հիմա գործընթացի մեջ է բերում է եւս ՆԱՏՕ-ի ստանդարտներին, այդ թվում նաեւ զենքի, զինամթերքի, կառավարման, մեթոդաբանության, հանգիչների եւ այլն։ Վրացական բանակը ՆԱՏՕ-ի ստանդարտներով է։
Դա ձեզ հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ոտատեղ, որը վաղ թե ուշ կարող է աշխատել երկու ուղղությամբ, որպես հարվածային բռունցք։ Իրան Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստան, հիմա սա է պատրաստվում։ Իսկ այն ինչ որ այս ուղու մասին է, հաշվում են այսպես, եթե Ռուսաստանը այս տարածաշրջանում ինքը իր շահերի հետապնդման համար կոշտ քայլերի չդիմի, կորցրած ազդեցությունը վերականգնելուց, նշանակում է, որ Հայաստանը վերջնականապես կտրվում է Ռուսաստանի ուղղությունից։ Բնականաբար այդ տնտեսական առումով ես որ նկատի ունեմ, որ Ռուսաստանը դուրս տնեն այդ թվում գազի, նավթի, ատոմականի միջուկային վառելիքի սպասարկման, երկաթուղին օտարվեց։ Բայց ամեն դեպքում Ռուսաստանից չենք տեսնում այդ անհանգստությունները, որ հաճախակի ներկայացվեն, օրինակ Օվերչուկը վերջերս խոսել էր այդ ճանապարհի մասին, կարևորել էր, խնդիրներ չէր տեսնում, հետո Իրանից ասացին, որ դեռևս մարտահրավերներ չեն տեսնում իրենց համար, ինչ է կատարվում, իրենք արդյոք կարող են վերջին միտքը ես համակարծիք չեմ, որտեղ օրինակ Միջանցքի հետ կապված, երբ օգոստոսի 8-ին եղավ ստորագրումը այդ նախաստորագրումը, Դե հոգևոր առաջնորդի այո, հայտարարությունը գիտենք, բայց վերջերս Ռուսաստանի նախագահի հայտարարությունը գիտեմ, որ այդ թնջուկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այնուամենայնիվ դիլուծվի երրակողմ հայտարարությունների հիման վրա։ Սա ինչ է նշանակում։ Եթե նույնը լիներ, կամ մի բան էլ սա ավել, ընդհանրապես Ռուսաստան նախագահը կեցվածքել չեն դրսևորի, չէ՞։ Ինչ ասեց, մենք հետամուտ ենք այն պարտավորությունները կատարում, որը մենք վերցրել ենք եւ այդ փաստաթղթի տակ կամ մեր երկրի ստորագրությունից վերջերս Օվերչուկի հայտարարությունները, որ խոսում էր ճանապարհի մասին, կարևորում էր այն, ճանապարհներ չի, ապա շրջափակվող։ Իհարկե նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա ապա շրջափակման մասին կետեր, կա չէ։ Իհարկե Ռուսաստանը ուզում է, որ այս տարածաշրջանում բոլոր փակ կոմունիկացիաները բացվեն։ Իր համար կարևոր ինչու, որովհետև Ռուսաստանից դեպի Իրան հյուսիս-հարավ Միջանցքի 5 ճանապարհներից 4-ը անցնում է հարավային Կովկասով, որից 2-ը Ադրբեջանով, մեկը Կասպից ծովով, մեկը Հայաստանով, մյուսը միջինասիական ուղղությունն է, ամենաթույլ։ Եվ ըստ այդմ, իհարկե Ռուսաստանը շարժարկեր են բացի։ Ամբողջ խնդիրը նա է, որ հիմա հյուսիս-հարավի մասն էլ խոսեց։ Միացյալ Նահանգները հիմա ուղղակիորեն այս ճանապարհներով, որ իրականում ես Ալիևի գնահատական այդ համակարգում շատ ճիշտ գնահատական է տվել, ասել է Տրամպի ուղին ինքը ճանապարհ է Զանգեզուրի միջանցքում։ Շատ ճիշտ է ասել, եւ իրոք այդպես է։ Եվ ըստ այդմ, այս ուղի եւ միջանցքի տրամադրումը ԱՄՆ-ին եւ Թուրքիայի եւ Ադրբեջանին, սա նշանակում է, որ Ռուսաստանի հյուսիս-հարավ ստրատեգիական միջանցքը ուղղակի բոյկոտվում է, փակվում է։ Իսա Ռուսաստանի համար գոյութենական է։ Իսկ Ռուսաստանի, ասենք, փոխվարչապետ Օվերչուկի հարաբերական առումով ցածր տոնայնությամբ եւ զգույշ գնահատականներով դիվանագիտական բառամթերքով գնահատականը, սա ինչու՞ է այստեղ խոսում։ Ռուսաստանը շատ ավելի կարևոր եւ առաջնակարգ խնդիր ունի Ուկրաինայի լուծելու կամ ԱՄՆ-ի հետ վերջնարդյունքում գալ ընդհանուր հայտարարի։ Քանի դեռ չեն եկել, Ռուսաստանը չի ցանկանում իր որևիցե սահմանի մոտ լարումների դաշտ ստեղծել, որը կարող է դառնալ ռազմական գործողությունների սկսման առիթ կամ պատճառ։ Այ Ռուսաստանի կեցվածքը դրանով է պայմանավորված։ Հիմա կոնկրետ առարկայական քայլեր է արվելու, այսինքն այն որ կանխատեսումներ կար, որ դա տարիներով պետք է տեղի ունենա, բայց դեռ խոսվեց ԱՄՆ-ի կողմից, որ հենց երկու խումբ է գալու, այդ խմբերը աշխատանքներ են այստեղ կատարելու հենց այդ ճանապարհի հետ կապված, եւ բացի այդ Ադրբեջանը երբ արգելք հանեց, որ իր տարածքով բեռ գա Հայաստան ցորեն մասնավորապես, սա կապված է այս որոշումների հետ, այսինքն հատուկ ընդառաջ քայլ արեց։ Այո, դա որոշակի առումով քարոզչական գործիք էր, որովհետև այդ անասնակերի, այտենց չգիտեմ, ինչ որ պակաս կար կամ հրատապություն կար, որ անպայման Ադրբեջանով բերվեր, բայց ես ավելի շուտ հակված եմ այստեղ այդ սնունդի բերելը ցորենի անվան տակ։ Մեծ հաշվով ժողովուրդը նաև հիմնականում իր սննդակարգի մեջ օգտագործում է շատ հացեր։ Ցորենը մեզ համար կարևոր է։ Առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանից։ Սա ինչ է ցույց տալիս, որ վաղը չմիսօրը ընդ որում Ռուսաստանի արտաքին հետախուզական դաշնության ծառայության ղեկավարը Նարիշկինը եւ իր ղեկավարած կառույցը հայտարարություն է տարածել։ Այո, հետո Փաշինյանն ասաց բացառվում է նման բան լինել։ Չէ, ասեց անհեթեթություն է։
Ասես չեմ ծանոթացել, ձեր ասելով, եթե բան ինքը չի ծանոթանում։ Մեկնաբանեմ, անհետեցություն է։ Դե հիմա ինքը այնքան անհետեցություններ կար ոնց որ նոր ընդհանրապես մի 10 րոպե առաջ մենք խոսեցինք Փաշինյանի արտաքին գործերի նախարար կոչեցյալի ընդհանրապես ամիսներ առաջ հայտարարություն։ Հիմա դուք ինչ վտանգ եք այս առումով տեսնում։ Իսկ Ռուսաստանը որ տարածում է հայտարարություն, ինքը պատասխանատու է, չէ՞ իր տարածի արածի համար, հայտարարածի համար, հոսրանց նման ասենք հայտարարություններ շիրպատրებ ժողովրդին մանիպուլացնելու համար չէ, պետությունն է լուրջ, այդ պետությանն այդ աշխարհի միակ գերտերությունը հիմա հաշվի անցնում ԱՄՆ, չէ՞։ Փաշինյան թվում է այդ կառույցը բանա բեսեդկի մեջի հայտարարություններ է տարածում։ Ասել էր Ուկրաինայից, այո, Ուկրաինայից Թուրքիայով Հայաստան պիտի գա հացահատիկ։ Ես ասացի Փաշինյանին բերել են 4 խնդիր լուծելու համար, վերջին խնդիրը տնտեսական է, չէ՞, Ռուսաստանից տնտեսապես ամբողջովին կտրել։ Հացահատիկը եւս դրա մեջ է մտնում։ Գազը, նավթը եւս դրա մեջ է, ընդ որում Փաշինյանն էս Տրամպի ուղու վերաբերյալ գազի, գազամուղ, նավթամուղի մասին ասում էր, չէ՞։ Ասում էր հայ-ամերիկյան ընկերություն, խորհուրդ է կառավարելու, մենք վճռորոշ ձայն ենք ունենալու, այդպես։ Դե ասում էր, էլի ասում է, դուք էլ ասեք, այդ անեկդոտը պարբերաբար ինձ ստիպում եք այս տաղավարից հիշեցնեմ։ Այսինքն ոչ միայն ցորեն, նաև մենք տեսնել ենք գազ։ Լավ, Ռուսաստանից մենք ինչ ենք ստանում։ Ցորեն ստանում ենք, էժան գազ, որտեղ մեր ջեկերի հոսանքի արտադրող հոսանքի Հայաստանի տարեկան 37%-ն է տալիս։ Էժան գազ։ Հիմա ավելին ասեմ, գազը եւս գալու է որտեղից։ Ոչ Ռուսաստանից։ Այսինքն ցորենը փոխարինվել է ուկրաինական ցորենով, բայց գնի էական տարբերություն է, չէ՞ լինելու։ Ասենք Եվրամիությունը մի տարի ասելու է լավ է, գնային տարբերությունն է որպես թանկ, ես կվճարեմ։ Հետո մի տարի հետո կամ 6 ամիս հետո հայ ժողովուրդը թող վճարի, բարը ձեզ։ Ահա, այսինքն 6 ամիս ես կարծում եմ մինչև ընտրություններ, եթե նման բան լինի։ Հաջորդը գազը։ Մենք Ադրբեջանից գազ ստանանք ըստ Փաշինյանի թիմի եւ իր թիմակիցները պարբերաբար դրա մասին բարձրացնում են։ Այսինքն փակվում է ռուսական։ Բայց իրենք չեն ասում Ռուսաստանից չստանանք, ասում են նաեւ Ադրբեջանից։ Այդպես իրանք ցանկությունները թող իրենց ընտանիքները բարձրացնեն։ Ես ասում եմ ինչը արվելու։ Խնդիրը ինչի որ ինքը այսինքն ռուսական գազը աշխարհում այսօր Հայաստանը ամենաէժաններից մեկն է, չէ՞ թե ոչ ամենաէժան է գնում։ Բելարուսից հետո։ Հիմա հարց, տրամաբանությունը ո՞րն է, որ ուրիշ տեղից թանկ գազ գնենք։ Կարող եք ինձ ասել։ Որպես լրագրող, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եթե ամեն ինչ էժան վերցնում ես, դու առնվազն հոգեբուժարան կլիենտ լինես, որ գնաս էժան ապրանքի, նույն ապրանքից գնաս ուրիշ տեղից թանկ առնես, որ ինչ։ Չէ, դեպքում Ադրբեջանից ինչու՞ ես գազ գնում։ Եթե սա էժանա նորմալ է, որից խնդիր չկա։ Դու գնում ես այնտեղից թանկ գնում ես, որովհետև սա պիտի փակես եւ նստես ադրբեջանական գազի ասեղի վրա։ Այդ թվում նաեւ նավթի, նավթամթերքներ, վառելիք, բենզին, որը Թուրքիայից կգա, եւս այդ առումով թուրքական ասեղի վրա է նստում։ Գյուղմթերքի արտադրությունը այստեղ կտրուկ կնվազի, որտեղ հոսանքի գինը կտրուկ բարձրանալու է, եւ մեր երբ որ ճանապարհները բացեցին Թուրքիայի, թուրքական գյուղմթերքը աշխարհում ամենաէժաններից մեկն է, կհորդի Հայաստան։ Մեր գյուղացիները, տնտեսվարող սուբյեկտները շատ արագ կսննկանան, որտեղ բանկերից միշտ վարկեր են վերցրել եւ ոչ միշտ է հաջողում այդ վարկերը փակել, ստիպված այդ հողերը կծախեն կոպեկներով, մի քանի օլիգարխ այստեղ այդ հողերը կոպեկներով կառնեն եւ ըստ թուրքական բառամթերքով ասեմ, մանեթով կծախեն թուրքերի վրա։ Մեջը մի քանի մանաթ փող կաշխատեն, բայց փոխայինը քո հողօգտագործման իրավունք, ասենք 99 տարով կվերցնեն թուրքերը։ Գազի ասեղի վրա որպես թմրամիջոց, եթե հանես, ուղղակի կկանգնի օրգանիզմը, կնսացվի ադրբեջանական, նավթամթերքը թուրքական, այսինքն ուրիշ ինչ, երկաթուղին հիմա տրվելու է ամենայն հավանականությամբ օտարվում է, այդ գործընթացն է, չէ՞ գնում։ Այստեղ խնդիրը Սամվել Կարապետյանը չի, որին բանտարկեցին։ Ես ամենայն պատասխանությամբ եմ ասում։ Ինքը որպես հետևանք է։ Խնդիրը հեծն է։ Հեծը խլելը։ Երկաթուղին վերցնելը շուտով։ Նորից եմ ասում, Ռուսաստանն այդ այն ինչ որ կապվում է, այսինքն ավելի կարևորվել է հեծի գործը, քան թե այն, որ քաղաքականություն է մտնում Սամվել Կարապետյանը։ Ասենք լավ, մտավ քաղաքականություն։
Եթե ես եմ նկարիչ ու ես գիտեմ, որ նույնիսկ եթե ընդդիմությունը 101% ընտրություններում հաղթում համապետական, միևնույն է վերջում նկարելու են, որ Փաշինյանը հաղթել է 55%-ով։ Ես եմ նկարիչը։ Ասենք իր թերթի աշխատակից Վահագնն է նկարիչը, կենտրոնական դրական հանձնաժողովի նախագահ։ Ինչքան ուզում եմ մտի քաղաքականություն։ Իսկ հիմա հետի հետ կապված ինչ ծրագրեր կան, ինչ են անելու։ Օտարելու են Հայաստանից, հետո վաճառելու են։ Դա վաճառվելու է։ Փաշինյանը դեպի ասած քննարկում ենք կամ եւ կառավարությունը լինի հիմա նախ սկզբից ասում են որ վերադարձնում ենք պետությանը, հիմա ասում են որ պետք է քննարկենք հասկանանք արդյոք կառավարությունը պետք է դա կառավարի, թե պետք է ինչ-որ ընկերություն լինի, թե համատեղ պետք է լինի։ Առաջին օրը երբ Սամվել Կարապետյանը ձերբակալեցին, ես երկրորդ օրը այլ տաղավարից ասել եմ ամիսներ շարունակ Թուրքիայից գնում էր բանակցություններ հեծը թուրքական մասնավոր ընկերությանը վաճառելու։ Հեծի կառավարումը։ Սա հունիս ամիսը, հիմա որ ամիսն է, նոյեմբեր, իսկ դրանից եւս մի քանի ամիս առաջ եւ օլիգարխներից մեկի անուն էր տրվում։ Եվ անգամ տրվում էր այն թուրքական ընկերության անունը, որը պիտի գներ։ Ընդ որում Փաշինյանը այս ճանապարհի հետ կապված սպասարկման ուշադրություն դարձրեցի, ասես դե այդպես կողքից ովքեր փորձառուներն են, փորձառությունն են, տնտեսվարող սուբյեկտները կարող են գալ եւ անել։ Ասենք մի հատ թուրքական կլինի, մի հատ ադրբեջանական, մի հատ ասենք իր սրտի ինչ պետություն ասենք մի հատ բրիտանական կարող է լինի, մի հատ իսրայելական, այդպես էլի։ Խնդիրը նորից եմ ասում, այստեղ խնդիրը թե որ երկրի տնտեսվարող սուբյեկտը չի, խնդիրը Ռուսաստանից կտրել ամեն ինչ։ Այս մարդը եթե ասում է մեր վզին թոկա գցած է Ռուսաստանը, Հայաստանի եւ Ադրբեջանի անկախությանը նույն վտանգն է սպառնում։ Լավ, ասում եմ դուս խոսքը հավանակին են ասում, այս մարդը բացայտ է ասում։ Ասում եմ մենք Ռուսաստանից ամեն ինչով պիտի կտրվենք բոլոր առումներով։ Այս նյութական։ Ես նշեցի 4 հարթություն։ Բայց դա նյութական հարթություն է, կա նաեւ հոգեվոր հարթություն։ Այ եկեղեցու դեմ պայքարը ինչ որ արվում է, դա հոգեվոր հարթության մեջ է։ Մեր եկեղեցու թուլացնելը, տկարացնելը, ուղղափառ աշխարհից փոկելը նաեւ միտված է, վստահաբար եմ ասում ձեզ, Հայաստանը այն պրոյեկտի մեջ դնել, որի մասին ես խոսում եմ, նյութական հարթության մեջ։ Հոգեվորով եւս, արժե համակարգով եւս պետք է լինի։ Ինչ որ բանա, ճաշկերույթ արել Փաշինյանը երեք եւ այսօր, այո, պետք է լինի։ Աղոթքի նախաճաշ։ Աղոթքի նախաճաշ, սա էլ ամերիկացիներից է վերցել։ Մենք մեր կրոնական ընկալումների, միջոցառումների ծեսերի մեջ, ասենք նման բան չկա, դրսից ինչ որ հրավիրես քրիստոնյա եւ այլն։ Դա ակնհայտ է, չէ՞։ Ինք շատ կարևոր բան ասի դե։ Ես նաեւ հորդորում եմ մեր քաղաքական դաշտի, փորձագիտական շրջանակներին շատ լուրջ նայել այս ասածներին, որտեղ այստեղ ռեալ տողատակ է, ես ուզում եմ ինչ վերել իր ասածը։ Աղոթքի նախաճաշի նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դիտարկել որպես կրոնական ազատության ուղղված երկիր։ Ինչ ասել է կրոնական ազատություն։ Այսինքն այստեղ եթե հետապնդվում մեր եկեղեցին է, չէ՞ հետապնդվում։ Ուրիշ եկեղեցի է հետապնդվում։ Դուք տեսել եք, որ խարիզմատ եկեղեցիներից որից է մեկի ադեպտները կամ ավետարանչական եկեղեցու կամ կաթողիկե եկեղեցու հետապնդվել է։ Դες բան չկա։ Կաթողիկե եկեղեցու մի հոգևոր քահանա ժամանակին ֆինանսավորել Հանրապետության երրորդ նախագահի դեմ մահափորձ, Հայր Կոմիտասը Գյումրիից։ Հետո բաց թողեցին վերջում, այդպես։ Հիմա ինչ եմ ասում, Փաշինյանը այս մտքով ինչ ասում, որ Հայաստանում շուտով կհորդեն մեծ գումարներ, որտեղ եթե կյանքի խոսք կառույցը 30,000 անդամ ունի, ասենք կարող է ունենա 100,000 անդամ։ Ասենք մի 3-4 միլիարդ դոլար էստեղ։ Մարդկանց, ուղղակի մարդկանց գայթակղում են, փողով առնում են։ Գիտեք, որտեվ երկրի վրա բոլոր մեղքերի մի պատճառ կա, բոլոր մնացածը հետևանք են։ Բուն ամենակարևոր եւ ամենակարևոր ասելով ամենավտանգավոր մեղքը արծաթասիրությունն է։ Կամ այսօրվա լեզվով ասած դոլարապաշտությունը։ Մեծ գումարներ կմցնեն այստեղ, շատ մարդկանց այս կրոնական ազատությունների դրոշի ներքո կդարձնեն աղանդերի անդամներ, կթուլացնեն, կտկարացնեն եկեղեցին, ինչու՞, որտեղ մեր եկեղեցին դավանաբանական որոշ տարբերություններով հանդերձ ուղղափառ աշխարհի մի մասն է։ Այո, տարբերություններ կան, բայց ինչ է նշանակում, որ եթե մենք այդ առումով տարբեր ենք, բայց մեր հարաբերությունները կապել շատ ավելի ամուր է, քան ենթադրենք բողոքական եկեղեցու
կամ կաթոլիկ աշխարհի հետ։ Հիմա մեր խնդիրը նաև, ես նորից ասի, չէ, Ռուսաստան ուղղափառ աշխարհ, տնտեսական առումով, կոմունիկացիոն առումով, անվտանգային առումով կտրելն է, հիմա փորձում են սեփ խրել, խոչեր ու խոչընդոտներ ստեղծել, որպեսզի մեր եկեղեցին տկարանա, ուժեղացնեն մեծ ֆինանսավորման հետևանքով, ասենք, բողոքական եկեղեցին։ Այստեղ եկել էր մի երիտասարդ, որը ես կարծում եմ խիստ պատասխանատու պաշտոն է զբաղեցնում այդ գործերի մեջ, Ջոել Ազգանով, որը ԱՄՆ-ի նախագահի հետ բավական մտերիմ է, որը Հայաստանում եղել է, Արցախում եղել է, Կոմիտաս է երգում, այդպես հայերեն է հասկանում։ Իսկ կենտրոնական հետախուզական վարչության կադրային սպա։ Լավ մոտիվացված, ինտելեկտով եւ այլն։ Այդ մարդու վրա է դրված Հայաստանը, մեր եկեղեցու դեմ արշավը, իհարկե, սատանան չի գալիս, ասում ես, բանը, եկել եմ տունը տավերեմ։ Ասում է, չէ, խմիչքը լավ բան է, որ խմում ես երանության մեջ ես։ Իսկ հանրամիջոցը ընդհանրապես լավ բան է, որ օգտագործում ես, քեզ թվում է, որ վերևներում ես արդեն, ոչ մի ցավ, հոգ, սկզկից, վիճ, ոչ մի բան չես հիշում։ Ամեն ինչ լավ է, բայց ինքը չի ասում, չէ, որ դրանից հետո մարդը կախվածության մեջ ալում կամ այդ ժամանակ օգտագործած բանա, դեպքեր է, չէ՞ գալիս։ Սատանան այդ դեպքերի մասին չի ասում, ավերի մասին չի գործում։ Հիմա այս երիտասարդն էլ այդտեղ գալիս է, գնում է, շատ կարևոր դերակատար ունի եւ այս անձի հետ Փաշինյանը այդպես գրկախառնված, խիստ մտերմիկ զրույցով եւ այլն։ Այսինքն թիրախը եկեղեցին նաև իհարկե եւ Թուրքիայի կողմից է թիրախավորված մեր Սփյուռքի օջախները թուլացնելու, Թուրքիան այդ խնդիր ունի։ Մեր պետականությունը թուլացնելու կամ վերացնելու համար Ադրբեջանն է ձեռք տալիս, որ մեր եկեղեցին չլինի։ Իսկ դրսի աշխարհի համար ձեռք է տալիս, որ մեր եկեղեցին, խոսքս բողոքական եւ կաթոլիկ եկեղեցիների մասն է, Վատիկանի։ Իրենց ձեռք է տալիս, որ մեր եկեղեցին թուլանա կամ մասնատվի, այստեղ ինչ որ մի Հայաստանի եկեղեցի ստեղծեն։ Ես կարծում եմ ծրագիրն էլ դա է։ Հայաստանի եկեղեցի, որտեղ այդ եկեղեցու կաթողիկոսը ըստ ոչ Փաշինյանի, Փաշինյանը ով է որ sense պրոյեկտներ անի։ Նրանք ովքեր որ պրոյեկտել են, ըստ այդ պրոյեկտի փաստացի մեր եկեղեցու հոգևոր առաջնորդը կաթողիկոսը չի դառնալու համահայկական, չէ՞ որ ներկայիս Գարեգին II նորն Սուրբոցում Տեր Գարեգին II-ը ինքը համահայկական մեր բոլոր եկեղեցիների հոգևոր առաջնորդն է, այո, ամենայն։ Հիմա այստեղ ստեղծելու են Հայաստանի, այսինքն մասնատելու են, հա, այսպես ասենք։ Ծրագիրը դա է։ Եվ այդ ծրագրի էլեմենտներից մեկը նման աղոթքի նախաճաշելն է։ Բայց նշենք, որ կաթողիկոսին եւս հանդիպելու են նրանք։ Եվ ինչ է ասում, չհանդիպի։ Գիտեք, այնուամենայնիվ կաթողիկոսը ոչ միայն մեր եկեղեցու հոգևոր առաջնորդն է, այլ եկեղեցիների համաշխարհային խորհրդի մեջ մեր եկեղեցի լուրջ ներկայացվածությունն է, այսինքն հարաբերությունները մենք պետք է պահպանենք բոլոր եկեղեցիները, անկախ նրանից դավանաբանական առումով տարբերություններ ունենք, թե չունենք, կամ ժամանակին բանադրել ենք, թե չէ, կամ ընդունում ենք խարիզմատ եկեղեցիներին, թե չէ։ Բայց վերապար հայրապետի խորագիտությունը կան նրան, որ ինքը բոլոր այդ հարաբերությունները է պահում, բայց դե ինքը չի կարող հրապարակավ բարձրաձայնել վտանգների մասին այնպես, ինչպես ես ինձ իրանք վերապահում կամ նման մասնագետները, չէ։ Մենք կարող ենք դրա մասին ասել իլուր մեր ժողովրդի եւ մեր եկեղեցու հոգևոր հայրերի։ Խոսենք նաև անվտանգային հարցերից, այսպես ասած, եւ զենք զինամթեր գնելու հետ կապված, որովհետեւ վերջին օրերին շատ քննարկվեց, Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, մեզ անդադ քննադատում եք, թե ինչու ենք մեր արտաքին պարտքը հասցրել 8 միլիարդ դոլարի եւ ինչ ենք արել, ասում է, չի ուզում ասել, բայց ստիպված եմ ասել, որ մենք ամբողջը զենք ենք գնել եւ միանգամից էր պետք այդ զենքը որ գնեինք, ասում է, որ եթե չեք հավատում, եկեք տանեմ ձեզ ցույց տամ, պիտակներն էլ վրան է կտեսնեք։ Բացի այդ, հետո արդեն ժողովրդին էր դիմում, ասում էր մարդիկ կարող են 50 հոգով հավաքվել, ներկայացնեն, հայտ կան, տեսնեն։ Ամեն դեպքում այս զենքերի հետ կապված հայտարարությունները ինչի մասին են, ինչ զենքեր է գնվել, որքանով է մրցակցային այսօր այդ զենքերը։ Գիտեք, եկեք որպեսզի այդ իր ասածը 50 հոգի տանեն ցույց տան, այսպեսի մի ես հրապարակավ առաջարկ անեմ։ Աստված մի արասե Փաշինյանի զավակներից մեկը հիվանդանա եւ խիստ վիրահատական միջամցան կարիք ունենա։ Օրինակ Փաշինյանին տան, թե այդ օրգանի վիրահատումը ինչպես պետք է անցկացվի, հա, ինչ են վիրահատում, ինչ են հեռացնում, եւ բժշկական վիրաբուժի գործիքներ տան, ասեն գնա երախուտ վիրահատի։
Այդ մարդը գիտեք չէ՞ ինչ, ցանկացած մարդ ինչ արձագանք կտա, ասես ձեռս առնի բժիշկ ինձ, ես վիրահատող եմ, կամ ասենք Փաշինյանի ձեռքին տան մարտական Su-35 կործանիչի վարելու բնութագրիչները, վարման կանոնները, ասեն մի շաբաթ 24 ժամվա ռեժիմով սովորի, հետո նստի այդ ինքնաթիռը վարի։ Փաշինյանը կնստի վարի։ Հստաբար չէ։ Չգիտի չէ որ փորձես տեղից փոխվել, բարձրանալ ընկնելու է։ Բայց 50 հոգին եթե չունեն որևիցե զինվորական գիր, նախ զինվորականներ չեն։ Ես այլ բան ասեմ, օրինակ կապավորին զինվորական կրթություն ստացած ակադեմիա ավարտած կապավորին։ Երբ որ հարցնեն օրինակ հրետանավորի մասնագիտությամբ զենքի տեսականի եւ այդ զենքի տակտիկական եւ տեխնիկական բնութագրիչները, օրինակ կապավորը չի կարող ասել։ Ընդհանուր բնութագրիչներ կարող է, բայց նեղ մասնագիտական չի կարող, չէ՞ ասել։ Ոսկե որտեղ մասնագիտություններ են, չէ՞ դրա։ Բայց 50 հոգու որ հավաքում է, տանի ինչը ցույց տա, թամաշանի։ Ես դրա համար եմ ասում, այսինքն այս նման բաներ որ ասում են, ակնհայտ է չէ՞ որ քարոզչական։ Նախ ինքը չգիտի։ Իրան ավտոմատի դեմն ու հետևոր ցույց տանեն 19 թվին գնացել էր, չէ՞ ինչ որ փորձում էր կրակել, այդ հարցպես չէր կրակում, մոռացել էր, կողքից ասել են, տղա ջան, մի բան է պիտի շարժես, որ կրակի։ Եվ այս մարդը հիմա տանում է զենքի, ասում է թաքուն տանենք, զենք, զինամթերք, ցույց տանք։ Եվ այդ բոլորին զենք են գրել միանգամից, ստում է։ Ես հիմա իմ ձեռքի տակ ուզում եմ անպայման մեզ լսողներին իրազեկեմ։ 17 թվականից առ 25 թվականի առաջին 9 ամիսները ծախսերը մեր ռազմական կարիքների բավարարման համար բյուջեով 19 թվին 389.5 միլիոն դոլար, 2020 464 միլիոն, 21-ին 468 միլիոն, 22-ին 602 միլիոն, 23-ին 584 միլիոն, 24-ին 536.8 միլիոն եւ 25-ի 9 ամիսներին 414։ Գումարային առումով 3 միլիարդ 459 միլիոն 902 հազար 600 դոլար։ Բայց մնացած 4.5 ինչ եղավ, հա? Ատկատ են արել, տակով են արել։ Իրա բերանից ո մեկը չէր քաշի ասել, որ ասած զենք են կարել, ինքն է ասել, չէ՞։ Սովորաբար զենքը որ առնում են, զենը չեն անում։ Ամենայն պատասխանատվություն լրջությամբ։ Գիտեք թե։ Ես չեմ ուզում խոսեմ, բայց այնքան են քննադատում, այնքան։ Ինչ են քննադատում։ Ասում են, չենք զինվում, ես էլ ասում եմ։ Չէ, խնդիրը չզինվելու մասին չէր հարցադրումը։ Վերմինն է։ Չէ, դե ինքը առհասարակ։ Մի վարքյան, այս պահին խնդիրը 8 միլիարդ դոլարը ոնց եք տակով արել, որտեղ եք ծախսել։ Դրա մասն է, չէ՞։ Բանակի մասին, բանակի սպառազինության, պատրաստության մասին խնդիր չկար, հարց չկար։ Ասում են 8 միլիարդը ոնց եք ծախսել։ Ինքը ասեց 8 միլիարդով զենք են կարել։ Որից է մի լրագրող իր բերանից այդ զենք առնելու բառակապակցությունը չէր քաշ, ինքն է ասել, չէ։ Ես էլ ասում եմ 4.5 միլիարդ տակով են արել այս թվերը, ուր է 4.5 միլիարդը։ Ատկատ են, այսինքն ինքը ասել է 8-ը առել ենք զենք, ճիշտ է։ Փաստում ենք սա։ Կաղացի խմած եմ եղել, չեմ ջոգել ինչ եմ ասում, կամ Արարատի հետ եմ եղել, պարավոզ ենք անում իրար հետ խաղում։ 4.5 միլիարդ դոլար չկա։ Ուր է 4-ը։ Ես հորդորում եմ ձեզ, նաև մեզ լսող մյուս լրատվամիջոցների լրագրողները 4.5 միլիարդ դոլար վերաբերյալ Փաշինյանն հարցրեք։ Ինքը ասել է 8 միլիարդից զենք ենք առել։ Ուր է 4.5-ը։ Այդ 8-ը վարկ վերցրած էլի, վարկի մասին է չէ խոսքը։ Ակնհայտ է չէ որ վարկի մասին է։ 4.5-ը չկա։ Ուր է թող հիմնավորի։ Իսկ 50 հոգու որ տանում են, նորից եմ ասում, իրան ավտոմատի դեմն ու հետևոր ցույց տա չի ջոգի։ Այդ 50 հոգու փողոցից որ հավաքեցիր, ինչը պիտի ջոգի։ Ինչը ցույց տա, ասում է գնապիտակներն էլ վրեն, ձեռը առնում։ Իդեպ զենքերի վրա գնապիտակ չկա, ասեմ ձեզ։ Այդ ես չգիտեմ իրանով է խորտ տալիս, ասա, կամ իր մտքի թռիչքը, պահիտակ որ մարդը սկսում է այսպես ֆանտազիաներով ապրել։ Իրականությունը, այլ իրականությունը բերում պրոյեկտում այդ թեմայի մեջ, ինչ գնապիտակ։ Ոչ մի զենքի վրա իր գինը չկա, որտեղ շուկայականով է նախ վաճառում եք, զենքի վրա գին չի դրվում երկու, այս մարդը ես չգիտեմ, չի տեսել դες բան, տեսել է։ Ուղղակի պահիտակ ոգևորված, չկա ոգևորված ասում են։ Կռուտի տեր մի արեք։ Ամեն դեպքում 2025 թվականը ռազմաարդյունաբերության տարի է հռչակվել եւ Փաշինյանը ռոբոտ էր հրապարակել, այդ մասով ինչ կասեք։ Ուրեմն այդ ռոբոտի վերաբերյալ այնքան ծաղրարկար դրվեց, սովորական խանութները պատվիրում են, այդ ռոբոտը
Այսինքն ռոբոտը ինչ։ Դե նման էր, այո, բայց նույնը չէր։ Հա, բայց այդ ռոբոտը ինչ։ Չգիտեմ ես ինչ ֆունկցիաներ է կատարում։ Իսկ դե որ նկարը դրեցին տեղ ֆունկցիա է եւ ու մարտի դաշտում կիրառական գործառույթ իրականացրել, հա։ Հակառակորդի հրետանային կամ հրազենային կրակից կարողացել է խուսանավել, ինչ անում, այդ ռոբոտը ինչի համար է։ Կարող է բարոյական աջակցություն ցույց տալու ռոբոտա, մենք չգիտենք։ Իսկ մենք մտածում ենք, որ մարտին պետք է մասնակցի։ Իրականում զինվորների մոտ բարոյական աջակցություն տի ցույց տա։ Չէ, ամեն դեպքում եկեք այս ամենին լուրջ նայենք։ Ինքը հումորի է տալիս, մենք էլ այդպես լցվում ենք այդ հումորին, բայց շատ ավելի լուրջ է վիճակը։ Ես ասեմ, օրվա իշխանությունների ամբողջ մարտավարությունը հետևյալն է։ Ամերիկան այստեղ տերու տնօրինություն անում, իրենց համոզել են, որ no problem։ Հայաստանը ինտեգրվելու է տնտեսական առումով, կոմունիկացիոն, էներգակիրների եւ այլն, շուկայի արդյունահանվող արտադրող ապրանքի սպառման, բոլոր լինելու է Թուրքիա, Ադրբեջան։ Հետո ձեռք հետել այլ երկրներ, Թուրքիա եւ Եվրոպա դուրս գանք, ում կոպիտ ասած։ Սա է քաղաքականությունը։ Կա մի խոչընդոտ։ Ռուսաստանը։ Այդ խոչընդոտը վերացնում ես, լինում ենք անկախ երկիր։ Փաշինյանը ասում է բան, ես ասում եմ, որ անգամ ճաղատ մարդկանց գլխին, որ մաս չկա, ներքին զգացողությունն է, որ այդ մազերը կանգնեն։ Ուղղաձիգ։ Ասում են, եթե մենք իշխանություն չլինենք, այսօր Հայաստանի Հանրապետություն չի լինի։ Ասում է, պետք է թազախոտ ես քաշե, որ sense բաներ ես ասում։ Ուրիշ բան չ։ Այսինքն օրինակ կարող եք ասել, հետ խորթային տարածքի քանի հանրապետություն չկա։ Լուծարվել է, գոյություն չկա, գրավել են, ոչինչ, այդպես բան եղել է։ Օրինակ, չկա չէ այդպիսի բան։ Բայց այդ խիպտի Հայաստանի Հանրապետություն չլինել, ասեն, որ իրանք չլինեն։ Կարող եք ինձ ասել։ Դե քարոզչական բնույթի հայտարարություններ ընտրություններից առաջ ով կհավատա, ով կողոքեվորվի, կգնա կընտրի։ Ես ասում եմ, եթե իսկապես անկեղծ հավատացողներ կան, բոլորին թողարկել Ավան հոգեբուժարան։ Երեք լսեցի, երեք չարաշնորը միկին զենքի հետ կապված ասում, այո, ես հավատում եմ, որ 8 միլիարդի բան առել է։ Կողքից մի տղամարդ ասեց. «Տոտ ջան, քեզնից առե, որ հավատում ես»։ Այսինքն այդ հավատի շկապ ունի ասելու հետ։ Հիմա երբ որ ասում են, որ Հայաստանի Հանրապետություն չլինի, ինչ նշանակում Հայաստանի Հանրապետություն չլինի։ Այսինքն ուրիշ պետություն կլիներ։ Ես նորից եմ ասում, որից է հետ խորթային տարածքի պետություն մտել է Ռուսաստանի կազմի մեջ, ենթատեքստը էս է։ Ենթատեքստը ոչ թե այս տարածքը կգոլորշանալ, մարդիկ կհամբարձվեին, այստեղ մարդ չլինի։ Ուզում ասի, որ կմտներ։ Անկախացրել է Հայաստանը։ Ո՞նց անկախացրել։ Դե այդպես է ներկայացնում։ Արցախը կորցնելուց հետո ավելի անկախ ենք, քան կայինք։ Ես նորից եմ ասում, Հայաստանը ամբողջովին դրվելու է Թուրքիայի Ադրբեջանի կառավարման ներքո, բայց ոչ այս սահմանից, ես վստահեցնում եմ։ Ու ասեմ, ինչ սահման կլինի։ Աստված չանի, ես հերթական անգամ ճիշտ լինեմ, բայց եթե այս գործընթացները չկասեցվեց, Հայաստանի տարածք է տալնելու։ Հայաստանում, եթե ինքը վերարտադրվեց, նոր սահմանություն է մտնել, նոր սահմանության մեջ մեխը ոչ թե Թուրքիայի Ադրբեջանի պահանջն է այդ անկախության հռչակագիրը հանել եւ այլն։ Այստեղ մեխը Հայաստանը դիտվի չեզոք պետություն։ Նոր սահմանության մեջ չեզոք պետություն շենք այլ պետության հետ որևիցե ռազմական առումով պայմանագիր, դաշնագիր չպիտի լինի, ինչ էլ որ կա պիտի չեղարկվի։ Որը նշանակում է։ Այսինքն նաև հապկից դուրս գալու։ Շատ ոչ միայն հապկից։ Հայաստանը Ռուսաստանի հետ երկու պայմանագիր ունի։ Հապկը որպես վերպետական կառույց, հապկից ինքնաբերաբար դուրս ես գալիս, բայց դու այլ պետությունների հետ ռազմական դաշինք իրանք չունես կնքել։ Կամ եթե ունես, չեղարկվում է։ Օրենքով, սահմանադրությամբ։ Ռուսաստանի հետ կնքվել է 92 թվականի սահմանապահների պայմանագիրը, հայ-թուրքական, հայ-իրանական սահմանը։ Եվ 95-ին 102 բազան, այսպես եթե հակիրճ ասենք։ 102 բազան հանում են, սահմանապահները հանում են։ Իսկ դու գիտեք, որ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը իրականում Հայաստանի եւ Թուրքիայի սահման չի։ Դա խորհրդային միության, իսկ իրենից առաջ ցարական Ռուսաստանի, ուշադրություն դարձրեք, ցարական Ռուսաստանի եւ Իրանի եւ Թուրքիայի այս տարածքով Արաքսկետի ափով, որը եղել է 1813, հետո 1828 Թուրքմենչայի պայմանագրով, Թուրքմենչայի պայմանագրի սահմաններն է։ Ցարական Ռուսաստան, խորհրդային միություն, Ռուսաստանի դաշտություն, այո, այս սահմանը Իրանն է։ Այսինքն որ պայն այս, բա ինչու են իրանց սահման, ինչու է ռուսական սահմանապահներ այդտեղ, որտեղ այդ սահման իրանք իրանց սահմանն են նայում, դա Հայաստան-Թուրքիա սահման չի, Հայաստանը իրան սահման չի։ Հիմա իրանց հանում են այդ նույն պայմանագրով նոր սահմանությամբ չեղարկվում է, Հայաստանը պիտի Ռուսաստանի հետ այդ 92 թվականի սեպտեմբերի 30-ին պայմանագրի չեղարկվում է, դուրս են գալիս
Տեսականորեն նայենք սուսուփուս ռուսները դուրս են գալիս։ Թուրքիայի արտգործնախարար նախկին հետախուզության տնօրեն Հական Ֆիդանը գիտեք ինչ է ասելու։ Ասելու է, այ հիմա շատ լավ է, Հայաստանը Ադրբեջանի հետ դելիմիտացրեց, դեմարկացրեց սահմանները, բա մեր հետ ճանապարհը բացվի, չանենք։ Իսկ արվում է ինչ փաստաթղթեր, օրինակ Նիկոլ ասում էր Ալմատիի հռչակագիր, չէ՞։ Իսկ Թուրքիա գիտեք ինչ են ասելու։ Հայաստանը եւ Թուրքիայի միջև կնքված միակ փաստաթուղթը վերջին, դա 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեկպոլի կամ Ալեքսանդրապոլի պայմանագիրն է, 9850 քառակուսի կիլոմետր։ Այս է լինելու։ Դե բայց համանազատման հիմքում Ալմատայի հռչակագիրն է դրված։ Ուրեմն ուրիշ Ալմատայի հռչակագրում խոսքը հետ խորթային տարածքի հանրապետությունների մասն է, չէ՞։ Խոսքս հիմա Հայաստան-Թուրքիա։ Թուրքիան ասելու է, կրկնեմ նորից, որովհետեւ շատ կարևոր է։ Թուրքիան ասելու է, մեր երկու պետությունների միջև սահմանները ոնց ենք վերաձևելու։ Ուժով, սիրով, համոզելով, հորդորելով, խնդրելով, ինչպես, որն է լինելու են փաստաթուղթը, Փաշինյան։ Դու Ադրբեջանի հետ հիմք ընդունեցիր Ալմատին, թե Ալմատին կեղծ է, Ալմատին բլեֆ, Ալմատիով չի։ Բայց այնուամենայնիվ Ալմատի ես ասում։ Հիմա մեր հետ, մեր պետության հետ ինչ սահմանները որոնք պետք լինեն։ Ամենալրությամբ եմ ասում։ Եվ Թուրքիան ասելու է, եթե չգիտես ես ասեմ, մեր պետությունները երբևիցե ինչ-որ պայմանագիր կնքել են մեկ-մեկու միջև։ Փաշինյանը ասելու է, տնտպասելու է, գլուխ ասելու այո։ Էրդողանը ասենց տնտպասնելու է ուսին։ Մի հատ գլուխներ շոյելու է։ Իսկ վերջում ինչ է ասելու, ասել է մեր երկու պետությունները վերջին պայմանագիրը Հայաստան պետություն, որը ազգերի լիգայի կողմից ճանաչվել է, Թուրքիայի պետություն, որը ազգերի լիգայի կողմից ճանաչվել է 1920 թիվ դեկտեմբերի 2 Ալեկպոլի պայմանագիր, որտեղ Հայաստանը 9850 քառակուսի կիլոմետր ու վերջ։ Այսօր ձեզ Հայաստան։ Բարի գալուստ նոր իրական Հայաստան։ Բայց այդ ժամանակ հենց որ Հայաստանը համաձայնվում է, Փաշինյանը ասում է դե ուրիշ հնար չունենք, գոնե էսի պահենք, այդ ժամանակ Ալիևը Էրդողանն ասում է հարգելիս ասում, բայց ով ասում որ 9800 Իրանն է։ Այդ 9800-ն էլ որպես Սեֆյանների ժառանգության, դա իրանական շահերի 234 տարվա կայսրությունն է, որի տարածքում եղել է նաև Հարավային Կովկասը եւ Ալիև երբ որ ասում է Հարավային Կովկասը այդ թվում նաև Հայաստանը մերն է, ինքը նկատի ունի որ այդ Սեֆյանների կայսրական ժառանգության իրավահաջորդն է։ Այդ ժամանակ այդ 9850-ի վրա Ալիև Էրդողանին խնդրում ասում է հարգելիս, այդ 9850-ն էլ իմն է, որպես Սեֆյանների իրավաժառանգորդ ու Հայաստանի թեման փակվում է, Հայաստանը որպես թուրքական աշխարհի մեջ խրված սեփ վերացում եւ հանվում է եւ դա հանում է։ Կա հիմա Փաշինյանը տանում է այդ գործընթացին բարի գալուստ իրական եւ նոր Հայաստան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս Պայեստազորի գնդապետ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։